Շնորհակալություն, քննարկվում է հարց, որտեղ որ արտոնություն են տալիս, քննարկվում է հարց, որտեղ որ գումարը պակասում կամ ավելանում է, իսկ քաղաքային իշխանությունը չունի որդեգրած քաղաքականություն, որ ասենք թե իրենք չունեն հաշվարկ, որ 10 դրամ պակասում է, 10 դրամի փոխարեն մանկապարտեզները չսարքվելու գումարը ուր է գնում օրինակի համար, եթե իրանք պակասացնում են կամ արտոնություն են տալիս, որոնց որ օրինակ այսօր չզեկուցող հարցերի շրջանակում նույն տրամաբանությամբ էլ էս հարցն էր, որ երբ որ 400 միլիոն դրամից ավել շինարարության երկարաձգման համար գումարը կրճատում են, ինչքան են ակնկալում, որ պակաս գումար է գալու, ու դրա փոխարեն ինչքան մանկապարտեզներ, որ օրինակի համար չի կառուցվում կամ թերակատարվում է, որի մասին խոսում եմ ոչ միայն ես, այլ նաև իմ հավատարիմ հետևորդների TikTok-ի, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե թեկած մանկապարտեզները խիեն վատ սարքվում օրինակի համար։ Իմ հարցին հետևողական է լինում օրինակ ձեր ԿՊ-ի համար 2 Վահագն Ալեքսանյանը, ում նաև այսօր հենց հիմա հրապարակայնորեն կոչ եմ անում, որ մեղադրում ասում է ճկուտով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկինների շինարարություններն արեք։ Բա ԿՊ-ի ավականներ, ձեր գործի անունն ի՞նչ է, որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիներին բռնեք, այդ կապունի հեն անի։ Հիմա չեմ կարող բան չանել, հիմա շարունակությունն ասեմ, այս նույն գումարները, որ պակաս հավաքագրվում, ու Վահագն Ալեքսանյանի մոտ օրինակի համար հարց չի առաջանում, որպեսզի ինքը օրինակի համար իմ հետևորդը լիներ ու տեսներ, որ Թումանյան փողոցի ասֆալտը, Արծոն շին բարեկարգման պետը ստեղ չէր, որ ասեր, ում հետ կապ ունի, ինչ ունի, ամենալավ նախկինի հետ, որ ասել եմ օրինակի համար այդ ընկերությունը ինչի է վատ արել։ Կամ օրինակի համար Կարե ընկերությանը, թե կարող անունը սխալ ասեմ, Գասպարյան Վովայի հետ է մամուլի մեջ կապվում։ Կամ օրինակի համար Պրասպեկտ, հա? ԱԲԲ-ն հենց Թումանյաններ, եթե չգիտեք, ուրեմն ձեն մի անեք, ընդհանրապես տեղիցը չխանգարեք։ Եթե վատ անում, գնացեք բռնեք, ով ուզում ալի հեն անիցեք։ Ես անդրադարձել եմ, իսկ դուք չեք անդրադարձել։ Մի րոպե, պարոն Մանուկյան, նախ ես հատուկ զգուշացրեցի, չէ, պարոն Մանուկյան, որ, չէ, մի րոպե, ես հատուկ զգուշացրեցի, հարցի վերաբերյալ ձեր ժամանակը հիմա գնում է, որովհետև դուք հարցի վերաբերյալ չեք խոսում, 2 բառ ասելով փողերի հավաքագրման մասին և խոսալով ամեն ինչի մասին, բացի հարցից, հարգելիներս, դուք եք ընտրել են ֆորմատները, որոնցով որ մենք այսօր իրավունք ունենք այստեղ ելույթ ունենալու։ Պարոն Մանուկյան, եթե հարցի վերաբերյալ բան ունեք ասելու, խնդրեմ ասեք, եթե չէ, խնդրեմ նստեք։ Հստակ հարցի վերաբերել է, եւ եթե իմ պատասխանը չեք կարողանում ըմբռնել ինչքանով ունի, ասեք երկրորդ անգամ ավելի հանրամատչելի կբացատրեմ։ Հարցի տրամաբանությունը պատասխանի կայանում է նրանում, որ այն գումարները, որը որ չի հավաքագրվում, դրա արդյունքում օրինակ մանկապարտեզները չեն ավարտին հասցնում, որ գումարները դուք չեք կարողանում հաշվարկել որքան է լինում, չեք կարողանում որքան է հաշվարկել լինում, դրա արդյունքում օրինակի համար այդ մանկապարտեզները մեր երեխաները չեն հաճախում։ Դրա մասին խոսում են ձեր գործընկերները, եւ եթե Վահագն Ալեքսյանը նայելով չտեսնի, որ ես այդ ամեն ինչին անդրադարձել եմ, ներողություն չխնդրի, դրանից հետո արդեն ես լրիվ իրավունք ունեմ իրան որակավորում տալու։ Իսկ որակավորումը կարա լինի մտածված սուտ խոսալ, կարա լինի շարլատանություն, կարա լինի դասական ԿՊ-ական, բայց ես ձեն չեմ անի, կսպասեմ մինչև այդ մարդը պատասխան տա, այդ ամբողջի վերաբերյալ։ Եթե 50 անգամ, 100 անգամ Տիգրան Ավինյան ասում են, որ ցանկացած հարց, որի տակ կա ուղիղ ֆինանս, մի հատ հաշվետվության մեջ ներկայացրեք։ Այս հարցի վերաբերյալ քանի անգամ հարց են տվել զեկուցողին։ Ասում են ժողովուրդ, որ դուք մի հատ փոփոխություն եք անում սկզբից։ Գումարն ավելանում պակասում է։ Դրա պատասխան տվողն ով է։ Բյուջետային պլանավորման դասընթացները ասել եմ, գամ, կարդամ բոլորի համար, չեմ նեղվում։ Ձեր մոտ դա պրոբլեմ է, ու պրոբլեմը շատ այլ տեղեր է։ Այսինքն նորմալ չի, որ օրինակի համար մեր գործընկեր Ստեփան Գևորգի ավտոմեքենան վառում են անծանոթ մեկը, ու այս դալիճում մի հատ գնահատական չի հնչում ձեր շուրթերից։ Իսկ ես ասում, դա քաղաքական ա եղել օրինակի համար, դա նորմալ չի, որ օրինակի համար առողջ մթնոլորտ եք ուզում ստեղծել, բայց օրինակ Ստեփան Գևորգի ավտոմեքենայի վառողի պատվիրատուի համար չեք խոսում երբեք։ Հասկանում եք։ Ուրեմն եթե ինչ-որ մեկը տեղից ծղրտաց, շատ խիստ բան կասել։ Դուք եք ասում, որ տեղից ոչ եք խոսալ։ Տոնը իջացրեք, ձեր ելույթը ավարտվեց։